24 թվին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է Հայ-Ակվե ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը։ Բարև ձեզ, պարոն Չալաբյան, շնորհակալ եմ ընկալվելու համար։ Խոսենք ձեր Բրյուսել այցից, դուք եւ Աննա Կոստանյանը մեկնել եք Բրյուսել Եվրախորհրդարանի պատգամավորի հրավերով պաշտոնական այց է եղել եւ մի շարք հանդիպումներ եք ունեցել, այս մասով ձեր մանրամասնումները։ Այո, իսկապես մենք երկու շատ հետաքրքիր օր անցկացրեցինք Բրյուսելում Եվրոխորհրդարանի պատերում հիմնականում եւ դրա շուրջը։ Մենք իսկապես պաշտոնական հրավեր էինք ստացել Եվրոխորհրդարանի պատգամավոր Գերոլֆ Անեմասի կողմից, որպեսզի մարդիկ հասկանան ինչի մասին է խոսքը գնում, պետք է մի թեթև դա պարզաբանեմ, ուրեմն Եվրոխորհրդարանում կան մի շարք խոշոր պատգամավորական խմբակցություններ, որոնք ներառում են Եվրոպական միության տարբեր երկրներից պատվիրակություններ, եւ դրանցից երրորդ ամենախոշոր խմբակցությունը ներկայումս կոչվում է Եվրոպական հայրենասերներ խմբակցությունն է, 84 պատգամավոր ունի Եվրոպական խորհրդարանում եւ ներառում է պատվիրակություններ 17 երկրներից, որոնց մեկը Բելգիան է եւ պարոն Անեմասը ներկայացնում է Բելգիայի ֆլամանդական շահ կուսակցությունը։ Նա, եթե չեմ սխալվում, 14 թվականից ի վեր արդեն Եվրոպական խորհրդարանի պատգամավոր է, փորձառու տարիքով քաղաքական գործիչ է։ Մենք իր հետ կապեր կարողացանք հաստատել անցած տարի, դրանից առաջ աշխատում էինք իր գործընկեր Էլեն Սամինի հետ, որը Բելգիայի խորհրդարանի պատգամավոր է, եւ որը շատ հետեւողական եւ շատ հաստատակամ պաշտպանում է հայկական շահը եվրոպական տարբեր հարթակներում։ Շրջափով նույնիսկ մեր համար զարմանալի եւ երբ ես իր հետ այդ թեմայով խոսում էի, ասաց, որ ես դա համարում եմ, որ Արցախի համար եւ Հայաստանի անվտանգության համար պայքարը դա պայքարը արդարության համար։ Եվ ես այդ ամեն ինչին միացել եմ առաջին հերթին ելնելով ընդհանուր գիտակցությունից, որ ես պետք է պաշտպանեմ ճնշվածների իրավունքները եւ արդարությունը։ Դա շատ զարմանալի հայտնություն էր իմ համար, որովհետեւ անկեղծ ասած, տենց իսկապես որևէ նյութական լոբիստական շահ եւ այլն ես առանձնապես չեմ տեսնում այդտեղ։ Եվ ինչ տեղի ունեցավ, մենք անցած տարի հյուրընկալեցինք պարոն Անեմասին Երևանում, ինքը այցելել էր Եվրոնեստի շրջանակներում, իր հետ կապերը սերտացրեցինք եւ ինքը այս տարի մեր համար այցելություն կազմակերպեց Բրյուսել, որտեղ մենք երկու օրվա ընթացքում հանդիպել ենք 4 պատվիրակության հետ, որը հազվագյուտ բան է, իրար հետևից պատվիրակություն տարբեր երկրների պատվիրակությունների հետ հանդիպում ենք, Բելգիայի մասին ես արդեն ասացի, բայց նաև Ֆրանսիայի, Իտալիայի եւ Պորտուգալիայի պատվիրակությունների հետ, ընդ որում բարձր մակարդակով պատվիրակությունների ղեկավարների, Եվրոպական խորհրդարանում այդ պատվիրակությունների ղեկավարների մակարդակով էին հանդիպումները, հանդիպել ենք նաև ֆլամանդական շահ կուսակցության նախագահի հետ Բրյուսելում, դա էլ որպեսզի դուք պատկերացնեք, Բելգիայի խորհրդարանի 120 տեղերից 20-ը ֆլամանդական շահ կուսակցությունն է այսօր տնօրենում խոշորագույն ընդդիմադիր կուսակցությունն է Բելգիայում եւ շատ ազդեցությունը շարունակաբար աճում է, շատ պրոֆեսիոնալ, ինչ որ իմաստով նաեւ փորձի փոխանակումներ տեղի ունենում է դրա շրջանակներում։ Եվ որպեսզի նաեւ պատկերացնեք ինչի մասին է առաջին հերթին գնացել խոսքը, տեսեք, մենք Եվրոպական միությունը առաջ շատ հաճախ պատկերացնում ենք, ասենք Շարլ Միշելի կամ Ուրսուլա ֆոն դեր Լայնենի կամ իրենց ելույթներով հայտարարություններով եւ այլն, եւ մենք տեսնում ենք իրենց մեղմ ասած բացասական դերը Արցախի հանձնման մեջ։ Մենք տեսնում ենք ինչպես է Ուրսուլա Շարլ Միշելի դեպքում։ Եվ նրա Շարլ Միշելը կներեք իստորագրությունն է դրել է Պրահայի խայտարակ հայտարարության տակ։ Եվ վստահեցնում եմ, որ Ադրբեջանը կճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Ինչը մինչև հիմա տեղի չունեցել է։ Այդ խայտարակ թղթի տակի իստորագրությունն է, դեպ Շարլ Միշելը իր պաշտոնը արդեն վաղուց թողել է եւ ընդհանրապես հեռացել է քաղաքականությունից, որովհետեւ մեծ հաշվով Եվրոպայում ինքը համարվում է որպես ձախողված քաղաքական գործիչ, զարմանալի չի, որ Նիկոլ Փաշինյանը հիմնականում գործաբռնում ձախողված քաղաքական գործիչների հետ, որովհետեւ ինքն էլ է որպես այդպեսին այդ կատեգորիային պատկանում։ Մենք գիտենք Ուրսուլա ֆոն դեր Լայնենի մասին, որը գնաց Բաքու, հանդիպեց Ալիևի հետ եւ ձեռք սեղմեց, այսպես ասած, ադրբեջանական գազի դիմաց եւ այլն, եւ մենք հաճախ եվրոպական, այսպես ասած, քաղաքական շերտը պատկերացնում ենք այդպիսի գործիչների տեսքով։ Բայց Եվրոպայի ներսում, հենց Եվրոպական խորհրդարանի ներսում մենք ունենք մեծ պատմականորական խմբակցություն, ինչպես արդեն ասացի, երրորդն է թվականակով եւ ազդեցությամբ, որը այդ բոլոր հարցերում
շատ համակարծիք է մեր հետ։ Եվ ընդհակառակը հակակարծիք է, հակազդում է օրինակ Ուրսուլա ֆոն դեր Լայնենի քաղաքական գծին։ Մասնավորապես օրինակ իրանք համարում են, որ Արցախի հանձնումը այն ձևով ինչպես դա տեղի ունեցավ, դա եվրոպական քաղաքականության ձախողում էր։ Իրանք համարում են, որ Հայաստանի տարածքով որևէ դեպքում չի կարելի միջանցք տրամադրել Ադրբեջանին եւ Թուրքիային։ Իրանք համարում են, որ Հայաստանում եւ պարոն Անեմասը ելույթ ունեցավ այդ թեմայով, երբ որ Երևանում, որ Հայաստանում ընդհանրապես ասած Փաշինյանի իշխանությունը ոչ մի ժողովրդավարություն չի կառուցում, ընդհակառակը դա քողարկված բռնատիրություն է։ Իրանք, որը շատ կարևոր է, համարում են, որ Եվրոպան իր ներկայիս տեսքով իրականացնում է համահարթեցում, ապազգայնացում եւ դա պետքա կասեցվի։ Եվրոպան պետքա վերադառնա ազգերի Եվրոպայի։ Իրենց հիմնական իմիջոց թեզը, կարևորագույն թեզը դա, որ Եվրոպան չպետքա դառնա մի ընդհանուր ապազգային տարածք, որում բնակչության մեծամասնությունը կազմում են այլ երկրներից եկած գաղթականները։ Նրանք պատկերացնում են, որ եվրոպացիները ամեն եվրոպական ազգ կլինեն դա բելգիացիները, թե ֆրանսիացիները, թե իտալացիները, իրենց ազգային դիմագիծը պետք է պահպանեն։ Այդ իմաստով իրանք շատ հոգեհարազատ է նաև մեր մոտեցումների հետ, երբ որ մենք ասում ենք, որ Հայաստանը չպետք է դառնա այդ համահարթեցված տարածքի ինչ որ մի հատ հետնախորշ, ինչ ուզում է անի Փաշինյանը։ Այնքան որ մի հատ բան ունենաս, հա, ենթադրենք, չգիտեմ, վիզաներ ունենաս իրանց հետ։ Մենք պետք է մնանք ազգային պետություն, մեր ազգային դիմագծով, մեր ազգային ինքնությամբ եւ զարմանալիորեն այդ մեր գաղափարախոսությունը շատ ուժեղ ռեզոնանս է ստացել իրանց մոտ։ Դա համար պատահական չի, որ մենք այդքան բարձր մակարդակով ընդունելություն ենք ստացել, այնպես չի, որ գիտեք, Հայաստանից յուրաքանչյուր ոք կարող է գնա եւ այդպեսի ընդունելություն ստանա։ Մենք տեսնում ենք, որ մենք մի կողմից կիսում ենք բազմաթիվ արևմտյան արժեքներ, բայց մյուս կողմից չենք ուզում մասնակցենք այդ համահարթեցման գործընթացին։ Մենք տեսնում ենք Հայաստանը որպես Եվրոպական միության հետ համագործակցող, Եվրոպական միությանը բարեկամակերպ տրամադրված, բայց ազգային, ինքնուրույն ազգային պետություն։ Եվ դա մեզ նաև շատ շահեկանորեն առանձնացնում է այլ Հայաստանում գործող քաղաքական ուժերից, որոնք իրենց պարզապես պատառոտում են, որպեսզի Եվրոմիության անդամ դառնան։ Մինչև վերջ չհասկանալով, որ Եվրոմիությունը չի ցանկանում ընդլայնվել, որ Եվրոմիությունը բազմաթիվ ներքին խնդիրներ ունի, որ Եվրոմիությունը ընդլայնումը տեսնում է որպես սպառնալիք իր ընդհանրապես ասած ամբողջականությունը ինչ որ իմաստով, որ Եվրոմիության ի դեպ ես ձեզ ասեմ նաև որ հայրենասերների խումբը կատեգորիկ ծայրահեղ դեմ է Թուրքիայի անդամակցությանը Եվրոպական միությունը, տեղել մենք որոշակի միասնական կարծիք ունենք, ծայրահեղ դեմ է, որովհետև իրանք համարում են, որ եթե Թուրքիան անդամակցի Եվրոմիությանը, Եվրոմիությունը մի քանի տասնամյակի ընթացքում լրիվ ներսից կիսլամիզացվի, լրիվ։ Եվ իրանք ծայրահեղ դեմ են Թուրքիայի անդամակցությանը։ Ոստի ինչպես տեսնում եք, մենք շահերի բազմաթիվ հատումներ ունենք իրանց հետ, եւ մենք գնացել ենք, որպեսզի այդ գաղափարախոսական հատումների շուրջ արդեն կոնկրետ պրակտիկ համագործակցություն կառուցենք իրանց հետ։ Իսկ այլ ինչ հարցեր է քննարկվել Արցախի հետ կապված, հայոց ցեղասպանության հետ կապված, Եվրամիության հետ հարաբերությունների մասով, վիզաների ազատականացման մասով։ Դե տեսեք, այդ հարցերից յուրաքանչյուրը բավական ոնց որ ծավալուն քննարկում է ունեցել։ Իդեպ ասեմ նաև, որ իրենք շատ հետաքրքրված են Հայաստանում ընտրություններով, իրանք դիտարկում են Նիկոլ Փաշինյանի իշխանությունը զգալի չափով որպես եվրոպական գործող համակարգից, որին իրանք ընդդիմության մեջ են կախված, ինչ որ իմաստով տենց խամաճիկային իշխանություն, դա ավելի շատ իմ տերմինն է, իրանք երբևիցե որպես բարեկիրթ մարդիկ դա չէին ասի, բայց այդ բանը կար, հա, ոնց որ մտայնությունը կար։ Եվ իդեպ իրանք շատ շահագրգռված են ինչ որ իմաստով, որպեսզի այստեղ այս խամաճիկային իշխանությունը իշխանազրկվի։ Դե իրանք կուզենային տեսնել Հայաստանում իսկապես ազգային, ողնաշար ունեցող, դիմագիծ ունեցող, ձեռքը չպարզած, Եվրոմիությունից էլի 2 կոպեկ չփախցնող իշխանություն են ուզում տեսնել։ Եվ իրանք իդեմս մեզ օրինակ հասկանում են, որ մենք հենց այդ գաղափարախոսական գծի մեջ ենք, մենք բազմաթիվ անգամներ իրանց ասել ենք եւ դա նաեւ Հայ-Ակվեի արտաքին քաղաքական ծրագրում է հստակ ամրագրված։ Մեր նպատակն է բոլոր ուժային կենտրոնների հետ, որոնք շրջապատում են Հայաստանին, դա կլինի արևմուտքում, արևելքում թե հյուսիսում, թե հարավում է, բոլոր ուժային կենտրոնների հետ կառուցել շահավետ, կոնստրուկտիվ հարաբերություններ եւ ինչ որ իմաստով հանդիսանալ նրանց մեջ կապող օղակ։ Ոչ թե փորձել Հայաստանը ենթարկել այդ ուժային կենտրոններից որևէ մեկին, կլինի դա Եվրոմիությունը, Թուրքիան թե Ռուսաստանը, կապ չունի։ Մենք կարծում ենք, որ Հայաստանի ինքնիշխանությունը, ինքնիրույնությունը եւ երկարաժամկետ ազգային շահը պահանջում է, որ մենք բոլոր կենտրոնների հետ ունենանք շահավետ հարաբերություններ առանց դրանց զուլվելու։ Այսինքն դա մի քանի տասնյակից ավել պատգամավորների կարծիք է։ Եվ ինչպես արդեն ասացի, տեսեք, Եվրոխորհրդան ունի 720 պատգամավոր, դա հսկայական կառույց է,
84 падգամավոր ներկայումս պատկանում են եվրոպական հայրենասերների խմբակցությանը։ Եվ իրենք կիսում են այդ տեսակետը։ Այո, եւ իրենք կիսում են այդ տեսակետը մեծամասնորեն, եւ ինչպես ես արդեն ասացի, մենք 4 պատվիրակությունների հետ ենք հանդիպել եւ մեր համար ուրախալի էր արձանագրել այն փաստը, որ այդ հիմնական հարցերի շուրջ իհարկե նյուանսներ կան։ Օրինակ, տեսեք, ենթադրենք իտալացիները շատ կախված են ադրբեջանական գազից, իրենք ադրբեջանական գազի սպառողներից մեկն են, իրենք դա գիտակցում են։ Եվ իրենք գիտակցում են, որ ինքը Իտալիան պրակտիկորեն որևէ էներգիայի աղբյուր չունի։ Որևէ էներգիայի աղբյուր չունի, իրենք այդ էներգիայի աղբյուրներից կախված են։ Մյուս կողմից, երբ որ իրենց բացատրում ես, ասում ես դուք հասկանում եք, որ այս տարածաշրջանում մենք հիմնական քրիստոնեական պատվարն ենք։ Դուք չպետք է գազի նավթի համար մեր ասած երկարաժամկետ շահերը զոհաբերեք, իրենք դա հասկանում են, իրենք դա գիտակցում են եւ հասկանում են, որ պետք է մեր ասած իրանց սեփական էներգետիկ անվտանգության խնդիրները բալանսավորեն նաև մեր տարածաշրջանում երկարաժամկետ անվտանգության խնդիրների հետ։ Հավանաբար ներսում այդ տարաձայնությունները կան եւ ոչ բոլորն են կիսում այն քաղաքականությունը, որ տարվում է Հայաստանի մասով, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը հարկամարեց, որպեսզի ամյունից խոսեր այդ մասին Բրյուսելում եւ ասում էր, չէ, եկեղեցու առաջնորդների մասով հայտարարություններ, հետո ասաց, որ կան падգամավորներ, որոնք ընդդիմադիր, որոնք աշխատում են այնտեղի падգամավորների հետ եւ սխալ կարծիք է ձևավորվել, դրա համար ես հարկամարեցի բացատրություններ տալ։ Այսինքն իրականում այդ խնդիրը իշխանությունը տեսնում է, որ ներսում կան տարաձայնություններ եւ դա կարող է վնաս պատճառել իրենց իշխանությանը։ Մենք աշխատում ենք այո падգամավորների հետ եվրոպական խորհրդանի եւ մենք աշխատում ենք որպեսզի ճիշտ կարծիք ձևավորվի, որովհետեւ սխալ կարծիքը ձևավորվում է Փաշինյանը։ Փաշինյանը իր նախընտրական ծրագրի մեջ ներառել է կաթողիկոսին հեռացումը, որը կներեք ուղիղ սահմանադրությանը հակասող դրույթ է։ Ուղիղ սահմանադրությանը հակասող դրույթ է։ Սահմանադրության 17-րդ հոդվածը հստակ ամրագրում է, որ բոլոր կրոնական կառույցները անկախ եւ անջատ են պետությունից։ Ինչպես կարող է ապագա գործադիր իշխանության ղեկավարը իր քաղաքական ծրագրի մեջ ամրագրի Իրանից անկախ կառույցի ղեկավարի հեռացումը։ Ինչպես է դա ընդհանրապես հնարավոր։ Եվ Փաշինյանը գնում է եվրոպական խորհրդանից ելույթ է ունենում եւ փորձում է քողարկել իր հակասահմանադրական, հակաօրինական, հակաազգային գործունեությունը բացարձակ կեղծ, այսպես ասած, կմախքներով։ Օրինակ ասում է, որ կաթողիկոսի եղբայրը ժամանակին KGB-ի հետ է համագործակցել։ Իսկ այդ ժամանակները կներեք, այդ ոչ թե անցյալ տարի է եղել, խոսքը գնում է 40 տարի առաջվա մասին ու ճիշտ է թե սուտ ոչ մեկ չգիտի դրա մասին։ Էդ էլ ոչ մեկ չգիտի, բայց խոսքը գնում է 40 տարի առաջվա մասին, երբ որ դեռ խորհրդային միություն գոյություն ուներ, հա, ու գնում է եվրոպացիներին փորձում է դրանով վախեցնել, տպավորություն ստեղծել, միջավայր ստեղծել, որով արդարացնի իր բացարձակ ապօրինի գործունեությունը, հասկանում եք, եւ բնականաբար մեր նպատակն էր գնալ եւ այնտեղ մարդկանց ճշմարտություն ասել։ Ավելին ձեզ ասեմ, ես մի շարք գործընկերների բաց տեքստով ասել եմ, հարգելներս, երբ որ գալիս է Փաշինյանը, նա փորձում է ձեզ բացարձակ թյուրիմացության մեջ, մոլորության մեջ մտցնի։ Կլինի դուք օրինակ փաստահավաք առաքելություն ուղարկեք Հայաստան, ի վերջո դուք ճշմարտության կողմնակից եք, չէ՞։ Փաստահավաք առաքելություն ուղարկեք Հայաստան, թող փաստեր հավաքվեն, հասկացվի, ինչ զանգվածային ապօրինություններ է իրականացրել։ Այս կանոնավորումների ձերբակալությունների։ Այո, հենց խոսքը դրա մասն է գնում։ Ինչ զանգվածային ապօրինություններ է իրականացրել Փաշինյանը եւ եկեղեցականների, եւ եկեղեցու քաղաքացիական աջակիցների դեմ վերջի 1 տարվա ընթացքում։ Դա ուղղակի իսկապես աննկարագրելի է, եթե դուք Եվրոպայում ժողովրդավարության ջատագով եք, մարդու իրավունքների ջատագով եք, օրինականության եւ օրենքի գերակայության ջատագով եք, դուք չպետք է անտարբեր մնաք։ Դուք պետք է գաք Հայաստան եւ ձեր աչքով տեսնեք։ Լիարժեք աշխատանքը չի տարվում ինչպես որ պետք է միգուցե։ Դե տեսեք 1-2 այսպես խմբերով չպետք է լինի, ավելի համակարգված աշխատանք տալ։ Այս դեպքը եւ մենք շատ բան ենք լինելու, նախանձախնդիր եւ հետեւողական ենք լինելու, որ մեր գործընկերները Եվրոպայում այս խնդիրը առաջ տանեն, որովհետեւ իսկապես մենք ժողովրդավարության քողածածկույթի տակ ունենք բացարձակ բռնատիրական դրսևորումներ եւ մենք այդ քողածածկույթը պետք է պատռենք, որպեսզի պարզ լինի եւ որպեսզի Փաշինյանը չկարողանա շարունակաբար Եվրոպայի իր այսպես ասած ընկերներից մեր վրա մարդ բերի, մեր վրա ինչ-որ ասպի հիբրիդային պատերազմներ սարքի մեր դեմ եւ այլն։ Փաշինյանը սեփական ժողովրդի դեմ հիբրիդային պատերազմ է սկսել, ըստ էության, որովհետեւ նա հասկանում է, որ իր տակ գահը երերվում է, հասկանում է, որ մեծ հավանականությամբ կարող է իշխանազրկվի, հիմա ամեն տեսակ փրփուրից է կարճում նաեւ եվրոպական փրփուրներից։
Իրենք տեղյակ էին այդ կալանավորումների ձերբակալություններից, որոնք լինում են։ Այո, բնականաբար, իհարկե, մենք իրենց պարբերաբար տեղեկացնում ենք, իդեպ ես ասեմ, շատ հետաքրքիր է, իրանք մեզանից շատ ավելի տեղյակ են, քան թե կարող է թվալ։ Նույնիսկ հայերենով մեր ելույթները, մեր հայտարարությունները եւ այլն շատ կարգապահ, շատ բծախնդիր թարգմանում են, եւ շատ իրաց պրոֆեսիոնալիզմի մակարդակը իսկապես շատ բարձր է։ Եվ շատ հստակ դու հասկանում ես, որ այս մարդիկ ամեն ինչից էլ տեղյակ են, հարցերը, որ քեզ տալիս են, շատ ինֆորմացված են, շատ դիպուկ են, շատ խորաթափանց են եւ այլն։ Ես այդ իմաստով իսկապես էլի տպավորված եմ այն մարդկանցից, որոնց հետ մենք հանդիպել ենք, որովհետեւ մտածեք, իրանք գտնվում են Եվրոպայի կենտրոնում, Հայաստանը իրանցից բավական հեռու է, 4000 կիլոմետր է վերջ, բավական հեռու է։ Բայց իրանք Հայաստանի անցուդարձից իսկապես շատ լավ տեղյակ են։ Խոսենք նաև ընտրություններից, քանի որ քիչ ժամանակ է մնացել, ամիս ու կես, եւ ձեր մասնակցությունը ինչպիսին է լինելու, արդյոք արդեն որոշում կա, որ առանձին եք մասնակցելու եւ ինչու միասնության թևերի հետ դադարեցրեցիք համագործակցությունը։ Տեսեք, նախ սկսեմ հարցի առաջին մասից։ Կա որոշում, որ մենք առանձին չենք մասնակցելու եւ շատ հստակ պատճառով, որովհետեւ մենք ի սկզբանե համարել ենք, որ այս ընտրությունները դա հանրակրվե է, երկիրը թրքահաճո, թրքամետ իշխանությունից ազատելու եւ մենք նպատակահարմար չենք տեսնում, որպեսզի մենք առանձին մասնակցենք այս ընտրություններին։ Սա հանրակրվե է, սա այոյի եւ ոչի հանրակրվե է լինելու ի վերջո եւ մենք կարծում ենք, որ մենք պետք է կարողանանք այս ընտրություններով հասնել այս վարչախմբի հեռացմանը։ Այդ տեսանկյունից, եթե կա նույնիսկ չնչին ռիսկ, որ մենք մեր մասնակցությամբ կարողա բերենք ընտրազանգվածի ֆրագմենտացման եւ ձայների կորուստին, ինչպես դա եղել է 2021 թվականին, հա, մենք մեր վրա չենք ուզենա այդպիսի պատասխանատվություն վերցնել։ Ես հիշեցնեմ, որ 21 թվականին ընտրողների ձայների 20%-ը այդ ճանապարհով փոշիացվել է եւ դրա 2/3-ը գնացել է Փաշինյանին, որի միջոցով ինքը կարողացել է սահմանադրական մեծամասնություն ստանալ ազգային ժողովում եւ որը իրան օգնել է անցած 5 տարիների ընթացքում Հայաստանում բացարձակ իշխանազավթում իրականացնել։ Ցանկացած պաշտոն, որը ազգային ժողովում պահանջում էր ձայների 60%, ոչ թե 50, Փաշինյանը կարողացել է գրավել, որովհետև ձայների փոշիացման պատճառով ինքը ստացել է 60%-ից ավել տեղ ազգային ժողովում, երբ որ ընդամենը 54% ձայն է ստացել։ Եվ չի կարելի դա հիմա թույլ տալ։ Ուստի մենք չենք ուզենա, որ մենք մեր գործողություններով եւս մեկ անգամ կրկնենք այն սխալը, որը տեղի ունեցավ 2021 թվականին, հա։ Դրա համար մենք չենք ուզում առանձին մասնակցենք եւ երբեք չենք ուզեցել։ Հոկտեմբերից ի վեր մենք ասել ենք, որ եթե մենք մասնակցենք, մենք մասնակցել ենք ավելի լայն։ Այո, այդ մասին ասել եք, ուշագիր կնքեցիք հետո։ Այո, Ալյանսի շրջանակում։ Հիմա տեսեք, մենք այդ տրամաբանությամբ հսկայական ջանքեր ենք իսկապես գործադրել, որպեսզի կարողանանք այդպիսի, այսպես ասած, կոալիցիա, դաշինք ստեղծենք միասնության թվերի եւ մի շարք այլ կազմակերպությունների հետ, որոնք մեր հետ միասին մասնակցել են այդ բանակցություններին։ Պարզապես ի տարբերություն մեզ իրանք հուշագիր չեն կնքել։ Մենք հասանք ընկետին, երբ որ միասնության թվերի հետ հուշագիր կնքեցին։ Եվ հուշագիրը դա մեր մտադրությունների մասին հայտարարություն էր։ Մեր առանցքային մտադրությունը նրանում էր, որ միասնության թվերի հետ միասին ձևավորենք ընդհանուր միասնական ընտրական ցուցակ, միասնական ընտրական ծրագիր, միասնական քարոզչական մոտեցումներ եւ գնանք ընտրությունների։ Ցավոք դա չհաջողվեց։ Պարզվեց, որ մեր ներսում կան մի շարք հակասություններ, ես դա չեմ մեկնաբանի, որտեղ գործընկերների ցուցակների հետ կապված։ Տեսեք, մենք գործընկերների հետ ունենք պայմանավորվածություն, որ առաջին հերթին ծրագրերի հետ կապված։ Առաջին հերթին քաղաքական ծրագրերի հետ կապված։ Մնացած ամեն ինչը դարձել է դրանից ացանցիալ, ներառյալ նաեւ ցուցակները։ Առաջին հերթին մենք մեր քաղաքական կուրսի շուրջ չկարողացանք պայմանավորվել, թե մի շարք հարցերի հետ կապված եւ դա բերեց նրան, որ մենք մեր գործընկերների հետ փոխադարձ հարգանքով ի վերջո իրանցից բաժանվեցինք։ Ասեմ ձեզ, որ մեր համար դա ցավալի էր, որովհետեւ շատ մեծ քանակությամբ ժամանակ եւ ջանքեր դրա մեջ դրվել եւ իմիջիայս նաեւ հավատ էր դրվել դրա մեջ, որ դա ստացվել է։ Պարզապես ինչ որ պարզ դարձավ, որ մենք չենք կարողանում այդ հակասությունները հաղթահարենք։ Իսկապես շատ ենք փորձել, բայց չի ստացվել եւ մեր համար հարցեր կան, որոնք շատ սկզբունքային են։ Եթե մենք մտնում ենք ընդհանուր քարոզչական տրամաբանության մեջ, մենք չենք կարող քարոզել այն, ինչին չենք հավատում։
հասկանում եք, չեն կարող քարոզել այն ինչին չեն հավատում։ Բայց երբ որ դուք ասում եք, որ առանցքային հարցերի շուրջ համաձայնության չեկան եւ առհասարակ երբ որ նման հայտարարություններ արվում ընդդիմադիր դաշտից, իսկապես անհասկանալի է լինում, թե ինչ հարցերում կարող են համաձայնության չկան, երբ որ ընդդիմության ամբողջ նպատակը պետք է լիներ Փաշինյանին հեռացնելը։ Բնական է, ճիշտ եք ասում, բայց տեսեք, ես մի իլյուստրացիա ասեմ, որպեսզի դուք հասկանաք ինչի նախնդիրը դրա շուրջ իսկապես տարաձայնությունը շատ բացահայտ է եղել։ Մենք օրինակ հայ-ակվիմ համարում ենք, որ տրիպը որպես այդպեսին, հա, եւ դրա մասին հայտարարություն ունենք հենց օգոստոսի 8-ից անմիջապես հետո, դա հակասում է մեր ազգային շահերին։ Դա փաստացի քողարկված միջանցք է Հայաստանի տարածքով, որը չի գործելու Հայաստանի ինքնիշխանության ներքո։ Նա ուղղակի փաթեթավորված է համապատասխան ձևով, որպեսզի հայկական ընտրազանգվածին ինչ-որ իմաստով խափի, համ բոլորության մեջ մտնի, բայց դա միջանցք է։ Պատական չի, որ Ադրբեջանը դա եւ Ադրբեջանն եւ Թուրքիան դա Զանգեզուրի միջանցք են անվանում։ Եվ ուղղակի պարզապես իրենք ներգրավել են Միացյալ Նահանգներին, որպեսզի դա այդպես գրագետ կերպով փաթեթավորվի։ Մենք ի սկզբանե համարել ենք, որ այն ձևով, որով դա առաջարկված է Հայաստանին, դա հակասում է Հայաստանի շահերին, առավել եւս Իրանյան պատերազմից հետո մենք գիտակցում ենք նաեւ, որ պարզապես անհնար է Իրանի անմիջական սահմանի վրա կառուցել հերթական ռազմավարական ծրագիրը, որը վերահսկվելու է Միացյալ Նահանգների կողմից։ Մենք տեսանք, ինչպես Իրանը ամբողջ Պարսից ծոցի տարածքում ռմբակոծեց ամերիկյան տարբեր ոչ միայն ռազմական օբյեկտներ, այլև գործարաններ, բանկեր, օֆիսային կենտրոններ եւ այլն, հա, որովհետեւ ըստ էության դա իր համար հիմնական հակազդեցության գործիքներ Միացյալ Նահանգների։ Հիմա շատ պարզ է եւ միջազգային իրանացիները բազմից են դրա մասին ասել, որ տրիպի դեպքում իրանք ծայրահեղ կատեգորիկ կերպով դեմ են այդ ծրագրին եւ մենք հասկանում ենք, որ իրանց դեմ լինելը միայն խոսք չի։ Հերթական ռազմական գործողության ժամանակ իրանք կարող է եւս այդ օբյեկտը վերցնեն ռմբակոծեն, դրանով ռազմական գործողությունները տեղափոխեն Հայաստանի տարածք, որը հասկանում եք, չէ՞ որ որևէ կերպ թույլ չի կարելի տալ, որ հանգարց այդ ռազմական գործողությունները տեղափոխվեն Հայաստանի տարածք։ Եվ մեր մոտեցումը շատ սկզբունքային է։ Մեր գործընկերները Բայց այդ խնդիրը ձևի մեջ է։ Չէ, չէ։ Ընդհանուր առմամբ տրիփի մասով, ասում եք այն ձևով, որով որ տրիփը կա, մեզ համար ընդունելի չէ։ Թե առհասարակ տրիփի ծրագիրը։ Ծրագիրը այն ձևով որ ներկայացված է, այսինքն այնպես որ ինքը խախտում է Հայաստանի ինքնիշխանությունը, ինքը լինելու է ամերիկյան վերահսկողության տակ եւ այլն, մեր համար ընդունելի չէ։ Միասնության թևերը այլ կարծիք ունեն։ Միասնության թևերը ոչ միայն այլ կարծիք ունեն, իրանք բազմից այդ կարծիքը արտահայտել են, որ ընդհակառակը տրիպը մեր համար շահավետ շահեկան հանգուցալուծում է եւ այլն։ Եվ մենք այդ թեմայով իրանց հետ մի քանի անգամ քննարկումներ ենք ունեցել, կարծիքների կարելի ասել բախումներ ենք ունեցել, ի վերջո ասենք գնայք, այս հարցը շատ կարևոր է։ Դե ընտրությունից հետո կարող ընտրությունից առաջ դրա մասին այդքան չի խոսվում, բայց ընտրությունից հետո այդ խնդիրը նորից ակտուալիզացվելու է։ Եվ այդ խնդիրը դառնալու է արտաքին քաղաքականության կարևորագույն հարցերից մեկը, կարևորագույն հարցերից մեկը։ Եվ դա օրինակներից մեկն է, դա միակ օրինակը չի, բայց դրանով է սահմանափակվում, որ դուք նաև հասկանաք, որ ծրագրային տարաձայնությունները շատ կարևոր են։ Իդեպ, երբ որ մեր գործընկերները տրիպի մասին խոսում են, իրենց պարբերաբար ասում են կներեք, բայց դա հենց Փաշինյանի օրակարգն է։ Եթե դուք Փաշինյանի օրակարգը ընդունում եք, ինչ եք այդ դեպքում Փաշինյանի դեմ պայքարում։ Այդտեղից մի հատ դրվագ եղել է բանավեճի ժամանակ։ Եվ մենք էլ ենք ասում, եւ հարգելն է, եթե մեր նպատակը Փաշինյանի իշխանությունից հեռացնելն է, մենք չպետք է մեղմ ասած իր օրակարգի որևէ էլեմենտ պաշտպանենք։ Բայց այս դեպքում ընդդիմությունը արդյոք չպետք է իսկապես համաձայնության գար, իշխանափոխության հասնել, հետո նոր այդ հարցերը պարզեին իրար մեջ։ Գուցե, բայց այդ դեպքում մեր գործընկերները դրա մասին պետք է չխոսեին։ Օրինակ, դա էլ կարող է տարբերակ լինել, ասել եկեք այդ թեման մենք շրջանցում ենք, նախընտրական փուլում դրա չենք անդրադառնում այդ թեմային, հետո ենք փորձում, բայց այդպես չեղավ։ Հիմա փաստորեն հայ-ակվեն առանձին չի մասնակցելու, դա հասկացանք, իսկ արդյոք մասնակցելու եք ընտրությունը եւ որ ուժերի հետ։ Դրա մասին մենք կպատասխանենք հաջորդ շաբաթվա ընթացքում։ Դրա մասին մենք կպատասխանենք հաջորդ շաբաթվա ընթացքում, հիշեք, որ դեռևս հաջորդ շաբաթը կա վերջնական լուծումների համար, մենք ըստ էության, տեսեք, արդեն ակնհայտ է, որ միասնության թևերի հետ մենք չենք մասնակցում, հա, դա վերջնական արդեն որոշում է։ Այո, հայտարարություն մենք արել ենք եւ արդեն ակնհայտ է, որ մենք առանձին չենք մասնակցում, բայց ում կաջակցենք մենք, իսկ բնականաբար մեր աջակցությունը շատ շոշափելի եւ էական է լինելու, ում մենք աջակցենք, մենք կհայտարարենք հաջորդ շաբաթվա ընթացքում։ Այսինքն հնարավոր է միավոր աջակցել ասելով նկատի ունեք եկեք ավելի չմասնակցեք, բայց աջակցեք, ինչպես օրինակ հանրապետական կուսակցությունները։ Հնարավոր է այդ տարբերակը։ Բազմաթիվ տարբերակներ կան։ Հանրապետական կուսակցությունը որևէ կոնկրետ ուժի չի աջակցել։ Մենք էլ կարող է տենց անենք։ Մենք կարող ասենք ամբողջ ընդդիմությանն ենք աջակցում, կարող է կոնկրետ ուժի աջակցենք, կարող է կոնկրետ ուժի
ցուցակով գնանք, տարբերակները դեռևս կան, բաց է ինչ-որ իմաստով։ Բացառվում, որ մասնակցեք էլ։ Չի էլ բացառվում, որ մասնակցենք, հա։ Չի էլ բացառվում, բայց եկեք դրա մասին հաջորդ շաբաթ խոսենք, որովհետև ցանկացած բանի մասին իմաստուն է խոսալ միայն նրանից հետո, երբ որ արդեն համապատասխան որոշում կա։ Բոլոր դեպքերում ես ուզում եմ առիթից օգտվեմ եւ վստահեցնեմ մեր համակիներին, մեր աջակիցներին, որ մենք կանենք ամեն ինչ մեզանից կախված, մեզանից հնարավոր, որպեսզի կարողանանք այս ընտրությունները իսկապես վերածենք հանրաքվեի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, Նիկոլ Փաշինյանի վարչախումբը իշխանազրկելու համար։ Մեր հիմնական նպատակն է եւ մեր գործողությունների տրամաբանությունը առաջնորդվում է առաջին հերթին այդ նպատակով։ Դուք ռեալ գնահատում եք իրավիճակը եւ ասում եք, եթե մենք պետք է մասնակցենք եւ անցողիկ շեմը չհաղթարենք, այդ դեպքում նախընտրում եք չմասնակցելը։ Այս գիտակցում արդյոք կա քաղաքական առանձին չմասնակցելը։ Այս գիտակցում արդյոք կա քաղաքական ուժերի մոտ եւ այդ վտանգը դուք տեսնում եք, որ իսկապես հնարավոր է ձայների փոշիացում տեղի ունենա։ Ես այդ վտանգը տեսնում եմ, ես տեսնում եմ մի շարք ուժեր, որոնք օլիմպիական սկզբունքով են ոնց որ առաջնորդվում, որ կարևորը ոչ թե հաղթանակն է, այլ մասնակցությունը եւ մասնակցում են հստակ գիտակցելով, որ իրանք ընտրական շեմը հաղթարելու իրական հնարավորություն չունեն։ Իդեպ ես ձեզ ասեմ, Հայաստանում ընտրական շեմը չափից դուրս բարձր է։ Դա մեր ժողովրդավարության ամենալուրջ սահմանափակումներից մեկն է, ամենալուրջ։ Եվրոպական շատ երկրներում ընտրական շեմը 1% է, ոչ թե մերի պես 4, բայց այս գործող իշխանությունը հստակ հասկանում էր, որ եթե շեմը 1% լինի, այդ դեպքում շատ ավելի քիչ կլինի ձայների փոշիացումը, ավելի լայն կլինի ընդդիմադիր սպեկտրը։ Մեր պես կառույցները այդ դեպքում հենց կմասնակցեն։ Եթե շեմը 1% լիներ, մենք հաստատ կմասնակցեինք։ Բայց շեմը քանի որ բարձր է, մենք չենք ուզում այդ ինչպես արդեն ասացի, քաղաքական ռիսկը մեր վրա վերցնել։ Ես հույս ունեմ անկեղծորեն, հա, որ իշխանափոխությունից հետո ընտրական շեմը քիչեցվի Հայաստանում եւս կդառնա 1%, որը հնարավորություն կտա, որպեսզի նոր ուժեր առաջանան, իրենց հայտը ներկայացնեն, մասնակցեն ընտրություններին առանց մտահոգվելու, որ իրան կարող են ընտրողների ձայները փոշիացնել։ Հասկանում եք, դա շատ կարևոր է, բայց այս պահին այն ուժերը, որոնք մասնակցում են, գիտակցելով, որ իրանք ընտրական շեմը հաղթահարելու շանս չունեն, իրանք ըստ էության աշխատում են ավելի շատ գործող վարչախմբի օգտին, որովհետև ձայների վերաբաշխում եթե տեղի ունենա, իրանք ձայների զգալի մասը, եթե ոչ մեծամասնություն, ապա զգալի մասը գնալու է գործող վարչախմբին։ Բացատրությունը որն է, իրենք չեն գնահատում իրավիճակը ինչպես որ կա, մեծ ամբիցիաներ ունեն ակնկալիքներ, թե պատճառը այլ է, որ ուղղակի այսպես Երևան, ի հայտ գան, հաստատվեն հնարավորությունը եւս մեկ անգամ կայանալու։ Ես ես անկեղծ ասեմ, մեր ներսում էլ են այդ քննարկումները արել, հա, եւ մեր ներսում էլ կային մեր գործընկերներ, որոնք կողմնակից էին ինքնուրույն մասնակցելու եւ հիմնականում առաջին հերթին այն փաստարկը որ կա, դա քաղաքական փաստարկ է, որ եթե դու քաղաքական կազմակերպություն ես, դու պետք է մասնակցես ընտրություններին, դա հնարավորություն է քո խոսքը քո ընտրողին հասցնելու, դա հնարավորություն է քո քաղաքական կշիռը չափելու, դա հնարավորություն է հասկանալու ի վերջո դու ինչ կարգի աջակցություն ունես եւ այլն։ Եվ ես այդ բոլոր փաստարկներին համաձայն եմ։ Միայն խնդիր կա, որ այն պայմաններում, երբ որ ընտրական շեմը շատ բարձր է, եւ այն պայմաններում, երբ որ մենք արժևում ունենք ոչ թե դասական իմաստով ընտրություններ, այլ իրականում հանրաքվե, այս բոլոր, այսպես ասած, փաստարկները խամրում են այդ հանրաքվեն հաղթելու կարևորության մեկ եւ միասնական փաստարկի առաջ։ Այն հատվածը ժողովրդի, որ ընդդիմադիր է, իրենց համար էլ ընկալելի չէ այս ընդդիմության այս գործելակերպը։ Այո, որովհետեւ ի վերջո։ Ասում ինչու ի վերջո չեք համախմբվում, ինչի ի վերջո չեք գոնե մեկ անգամ ուժ ցույց տալիս եւ Փաշինյանին հեռացնում հնարավորություն է ստացվել։ Տեսեք, ի վերջո օրինակ տեսեք, մենք մեր ներսում գերակշռել է հենց այդ կարծիքը, որ մենք մեր սեփական հավակնությունները քաղաքական պետքա դնենք մի կողմ, նույնիսկ ներողություն խնդրենք մեր համակիներից, մեր աջակիցներից, որոնք ասում են մենք մենակ ձեզ ենք ուզում տեսնել եւ այլն, ասենք սիրիներս, դա կանենք հաջորդ ընտրություններին։ Եկեք հիմա վստահեք մեր կարծիքին, վստահեք նրան, որ պետքա այո տեղի ունենա անդիմության խոշորացում, համախմբում, եթե ոչ մի ճամբարում, ապա գոնե մի քանի խոշոր ճամբարներում, որովհետև դա է Փաշինյանի իշխանությանը ընտրություններով հաղթելու իրական ճանապարհը։ Հիմա 3 ճամբար կարծես թե կա, բավարար չէ, եւ իշխանապողությունը իմ կարծիքով ավելի քան բավարար է, ավելի քան։ Մի ճամբար գուցե իրատեսական չի, բայց 3 ճամբար ավելի քան բավարար է, որպեսզի ընտրողը կարողանա կողմնորոշվել։ Իսկ իշխանապողության հասնելու համար։ Իսկ իշխանապողության հասնելու համար շատ կարևոր է, որ այդ 3 ճամբարները նախ առավելագույնը անեն մյուս ուժերին իրան շուրջը համախմբելու համար, դա մեկ, երկրորդ առավելագույնը անեն, որպեսզի կարողանան ընտրական ճանապարհով մեծամասնություն ստանան,
Երրորդ առավելագույնը անեն, որպեսզի այդ մեծամասնությունը կարողանան պահեն, չփոշան այդ մեծամասնությունը եւ իրար հետ համագործակցեն։ Դա թերևս հետընտրական համագործակցություններ այո, իրար հետ համագործակցեն եւ որպեսզի իրան կարողանան հետընտրական համագործակցեն, իրենք մինչեւ ընտրություններն էլ պետք է դե ֆակտո համագործակցեն, որովհետեւ ընտրություններից հետո շատ կարճ է ժամանակը իշխանություն ձևավորելու համար։ Երկար ժամանակ չի լինելու։ Պետք է հիմնական տարաձայնությունները հաղթահարել մինչեւ ընտրությունները, որպեսզի ընտրություններից հետո հնարավոր լինի միասնական իշխանություն ձևավորել։ Եվ ես ձեզ ասեմ, որ բոլոր են ուժերը, որոնք այսօր մասնակցելու են ընտրությունների, մեր ժողովրդի առաջ պատմական պատասխանատվություն ունեն։ Պատմական, որովհետև եթե իրանք նորմալ չկարողանան համագործակցեն, նորմալ ընտրական շեմերը չկարողանան հաղթահարել եւ այլն, սա կբերի նրան, որ Փաշինյանի թուրքամետ իշխանությունը եւս մեկ անգամ վերարտադրվի։ Մեր երկրի համար աղետալի հետևանքներով, աղետալի։ Իդեպ իմ ասածը չափազանցություն չի, որովհետև մենք այդ աղետալի հետևանքները արդեն տեսել ենք Փաշինյանի կառավարման 8 տարիների ընթացքում։ Դուք կասկածում եք, որ հնարավոր է չհամախմբել, եթե իշխանափոխության արդեն շանս ռեալ լինի։ Ես որևէ կասկած չունեմ եւ նկատել չունեմ, ես պարզապես իմ ցանկությունն եմ արտահայտում։ Մենք մեր կողմից առավելագույնը կանենք դրա համար։ Մենք մեր սեփական ցանկացած քաղաքական հավակնություն իսկապես կստորադասենք այդ մի կարևորագույն խնդրին։ Այդ կարևորագույն խնդիրը Հայաստանում թուրքամետ իշխանությանը վերջ դնելն է։ Հիմա օրինակ իշխանությունը ամեն ինչ անում է ներկայացնելու, որ մեկ ուժի դեմ է, Ռոբերտ Քոչարյանի դեմ այս ամեն ինչը արվում, այսինքն մեկ ուժ է եւ դա Ռոբերտ Քոչարյանն ուղղակի բաժանված է 3 մասի եւ քարոզչությունը այդ ուղղությամբ է տարվում։ Եռագլուխ իշխանությունը, ընդդիմությունը դրե Փաշինյանը նրանց անունը, պատերազմի կուսակցությունը նրանց անվանում եւ այլն։ Շատ զարմանալի է, որ մեր երկրի գլխին այդ քանակության պատերազմներ եւ աղետ բերած իշխանությունը փորձում ուրիշներին ներկայացնել որպես պատերազմի իշխանություն։ Ես ես ավելին ասեմ, ես որևէ կասկած չունեմ, որ եթե Փաշինյանը կարողանա վերարտադրել, մեր երկրին նոր պատերազմներ են սպասվում։ Նոր պատերազմներ, ներառյալ նաև հիբրիդային պատերազմներ։ Իսկ այդ անհանգստությունները, որ իրենք ունեն, այսինքն հայտարարությունները, որ իրենք անում են եւ իրենց վարքագիծը նաև վերլուծելով, դուք կարծում եք, որ իշխանությունը իսկապես տեսնում է իշխանափոխության ռեալ վտանգ։ Այո։ Տեսեք, բազմաթիվ սոցիոլոգիական հարցումներ ցույց են տալիս, որ իշխանության վարկանիշը բացարձակ բավարար չի ընտրություններով վերարտադրվելու համար, բացարձակ բավարար չի։ Եվ իրանք բազմապիսի հուսահատ քայլեր են անում եւ նաեւ դրա արտահայտությունն է այն բոլոր սկանդալները, որի մեջ այս իշխանությունն այս ընթացքում հայտնվել է։ Մետրոյում արցախցի կնոջ հետ այդ սկանդալային բանը, հա, վիճաբանությունը չէ, այդ հոխորտանքը, հա, կամ ենթադրենք Դավիթ Մինասյանի նկատմամբ բռնությունը եւ այդ անհեթեթ ձերբակալությունը 18 տարեկան երիտասարդի կամ պարբերաբար տարբեր երեկվա ձերբակալությունները, այո, երեկվա ձերբակալությունները եւ այլն։ Այս ամեն ինչը ցույց է տալիս, որ իշխանությունը գիտակցում է, որ արդար խաղի կանոններով ինքը վերարտադրվելու շանս այլևս չունի։ Դրա համար ինքը խաղում է անարդար խաղի կանոններով։ Նա փորձում է հնարավոր բոլոր հարվածները գոտկատեղից ներքև հասցնել բոլոր իր հնարավոր հակառակորդներին։ Անարդար ինչ նկատի ունեք այդ կալանավորումները, ձերբակալությունները։ Հիմա ձեզ կմեղադրեն, որ ձայնագրությունները կա, ընտրակաշարք են բաժանում, բարեգործության արգելքն են խախտում։ Ես ես մի բան հիշեցնում էլի։ Ուրեմն վաղարշապատի ընտրություններից առաջ բացահայտ փաստված ցույց տրվեց, որ քաղաքացիական պայմանագրի աջակիցների 2 տարբեր խմբեր բարեգործության արգելքը խախտել են։ Մեկը մեծ ճաշկերույթ էր կազմակերպել, մյուսը իր տնից տարածորեն բան էր բաժանում։ Բարեգործական քրեական գործ է հարուցվել այդ կնոջ նկատմամբ։ Քրեական գործեր հարուցվել են, բայց ոչ մի արդյունք չկա։ Ոչ մեկ չի կալանավորված, ոչ մեկ չի ազատազրկված եւ ոչ մի արդյունք չկա այդ քրեական գործերով։ Ենթադրում եմ, որ հանրային ուշադրություն չլինի, ընդհանրապես այդ գործերը կկարճեն։ Ուստի ուզում եմ ասեմ, որ մեր երկրում բոլորովին կասկած չի հարուցում։ Արդարադատությունը բացարձակ միակողմանի է, բացարձակ։ Եթե իրանց կողմնակիցներն են օրենքը խախտել, որևէ դեպքում ես չեմ տեսել, որ իրանց կողմնակիցներից որևէ մեկը կալանավորվի այս ընթացքում, եթե դա անում են կամ առերևույթ անում են
հակառակ ճամբարի ներկայացուցիչները վարկյանական տասնյակներով կալանքներ են տեղի ունենում։ Օրինակ հարազարշավի ժամանակ մենք տեսնում ենք, որ մարդիկ մոտենում են Փաշինյանին, ինչ որ հարցով են դիմում, Փաշինյանն ասում է, ես չեմ կարող այդ արգելքը խախտել, հիմա բարեգործություն անել չեն կարող, բայց հետո տեսնում ենք, որ պատասխանատուներն ասում են, մի հատ լսեք ինչ է ասում քաղաքացին։ Այսինքն այստեղ եւս որը իդեպ եւս օրենքով արգելված է, որովհետեւ դա պաշտոնական դիրքի չարաշահում է ընտրաշավի ժամանակ։ Օրենքով եւս արգելված է սեփական պաշտոնական դիրքը օգտագործել ընտրաշավի ժամանակ խոստումներ տալու համար։ Եվս արգելված է, բայց Փաշինյանը հույնք իրեն չի ձեռնարկել։ Հիմա ուժեղ Հայաստանի նկատմամբ այս գործողությունները կարող է հողեն նախապատրաստում, որպեսզի թույլ չտան մասնակցեն ընտրություններին։ Չեմ կարող բացառել։ Չեմ կարող բացառել, բայց նաև կարող եմ ասել, արդյունքի վրա։ նաև կարող եմ ասել, որ եթե տես լինի, չկներեք, ընտրությունները լեգիտիմ չեն լինելու։ Ոչ թե արդյունքի վրա կազդի, ընտրությունները լեգիտիմ չեն լինի։ Եվ այդ ընտրություններով Հերմեն ջան, լսեք, այդ ընտրություններով իշխանություն չի ձևավորվի։ Այդ ընտրություններով իշխանություն չի ձևավորվի։ Եթե դուք ընդդիմադիր դաշտի առաջատար կուսակցությանը խոչընդոտում եք, արգելում եք ընտրություններին մասնակցել, դրա արդյունքում այն ինչ որ տեղի ունենա չի լինելու ընտրություն։ Չի լինելու ընտրություն։ Դա լինելու է ընդամենը ինչ որ մի հատ բեմականացում, որի արդյունքում չի ձևավորվելու լեգիտիմ իշխանություն։ Մի կասկածեք, որ տենց կլինի։ Ինչի կաշկանդելու Փաշինյանը։ Կաշկանդելու է։ Այն էլ ոնց է կաշկանդելու։ Շատ էլ լավ կաշկանդելու է։ Դա բերելու է փողոցային պայքարի, դա բերելու է շատ լուրջ անկայունության, դա բերելու է նրան, որ Փաշինյանը ստիպված լինելու ի վերջո իշխանությունը հանձնել։ Եվ ժամանակը կարճ է, վերջին հարցը Իշխան Սաղաթելյանը կոչեր անում փողոցային պայքարի սկսել, միանալու եք թե ոչ։ Դրա մասին կասենք ըստ անհրաժեշտության։ Իդեպ ես ձեզ ասեմ, մենք փողոցային պայքարի շարունակաբար ենք մասնակցում։ Անցած կիրակի օրը մեր երիտասարդական կառույցը փողոցային ակցիա իրականացնում։ Ի պաշտպանություն Դավիթ Մինասյանն է, այսինքն մեր համար փողոցային պայքարը ոչ մի օր էլ չի դադարում։ Մենք անընդհատ փողոցային պայքարի մեջ ենք, որովհետեւ մեկի կոչի կարիքն չունենք։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ձեզ շնորհակալ եմ։ Զրուցում էի Հայ-Ակվե ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի հետ, շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։